սիրելի հետևորդներ ջան, ուրեմն խորովածի պատրաստությունը տեսա, հետո հասավ աղցաններին, ճիշտ է, թարմ կանաչ լոբին կա, բայց հենց ճիշտ ժամանակն էլա, որ սառեցնեք, իսկ ես արդեն իսկ սառեցրած ունեմ, ու քանի որ երկար ժամանակ էր տանը չէի, Ես արդեն ինձ մոտ իմ սարցախցիկում վերջին լոբին է մնացել, թե հո չեմ թափելու, համով հոտով աղցան եմ պատրաստելու, ձեզ էլ հավեսի եմ բերելու, դուք եք պատրաստեք, տեսեք, այս ձևով եմ իրանց սառացրել ու մի ուղարկում եմ երման ջրի մեջ, պարզավոր ինքը մի հատ կսառի, եռը կկանգնի ավելի ճիշտ, բայց դա ոչինչ չի նշանակի, սիրելի հետևորդներ ջան, ես տեսակավորել եմ, երբ որ լոբին գնում եմ, տեսակավորում եմ ու աղցանի համարել եմ, այս ձևով մի չափսի լոբիներ եմ սառեցնում, ու շատ լավ առնում, տեսա, պատրաստենք դիետիկ թեթև համով աղցան, որ արտապարտ լինում, խորհուրդ կտամ, պատրաստեք, երբեք չեք փոշմանի, սիրելի հետևորդներ ջան, ինքը այնքան որ պիտի եփվի, չեմ կտրտել, ամբողջական վիճակով եմ, տեսնում եք, որ դրել սառցախցիկ, ու հիմա հեշտ ու հանգիստ, այս երևի լույսերը տարել եմ բերել, որ տանը չեմ եղել, սենց սառցեպեկորներ կան, բայց թե հոգ չի, խաշում եմ առանց աղի, առանց ոչ մի բանի, իմ լավ ու բարի հետևորդներ ջան, քանի կանաչ լոբու սեզոնն է, խորհուրդ կտամ, համ պատրաստեք, համ էլ սառեցրեք, ես էլ եմ պատվիրել լոբի, որ վերցնեմ, սառեցնեմ, տեսակավորելուց հետո իհարկե, քանի որ տեսնում եք, մինչև այս պահը ես ունենում եմ, հա, լոբի, ինչը որ իմ համար շատ լավ է, նկատել եք, ես շատ եմ օգտագործում կանաչ լոբի, հիմա սպասենք եփվի, որից հետո կշարունակեմ, Ցելա որոշակի ժամանակ, սիրելի հետևորդներ ջան, լոբին ինձ մոտ համարյա թե եփվում է, ու ես այդ ժամանակ տեսնում եք, որ աղ եմ ավելացնում, ու թողենք, որ մի քիչ էլ աղով եփվի, հա, այս սենց, մինչ կեփվի լոբին, Այստեղ համեղ պատրաստություններ եմ տեսնում, բայց անցնենք բուն գործողությանը, լոբու հետ ինչն ասազում, սամիթը, ինչը որ ես նախորոք լվացել, բայց այսպես ասած չէի կտրտել, հիմա եկեք միասին կտրտենք, Իմ լավ ու բարի հետևորդներ ջան, իմասներ առանձին եմ ուզում կտրտեմ, որպեսզի մատուցման ափսեում գեղեցիկ տեսք ստանա իմ աղցանը, այնուհետև սխտորը կարող եք ճզմել, ես նախընտրում եմ քերել, Քանի որ ուզում եմ տեսքը գեղեցիկ լինի, զուտ էտ ախնդիրը, ու մի քիչ տեղը տեղին եմ ուզում, որ լինի, սա էլ քերեցինք, այ եսպես,
Հիմա անցնեմ հաջորդ թիվ գործողությանը, իհարկե իրոտը իհարկե հատուկացնամ, հա լիքներ ինչ եմ անելու քամելու եմ այնուհետև ինձ պետք է գալու նաև քացախ ուզում եմ հասկանամ եփվել է թե ոչ հիմա մի հատ համտեսնեմ քամեմ որից հետո ցույց կտամ վերջնական տեսքը հիմա սիրելի հետևորդներ ջան լոբին քամել եմ այստեղ ոնց տեսնում եք սա միտքն է սխտորն է ավելացնում եմ հենց տակ-տակ սառը ջրով չեմ լվացել al dente վիճակի չեմ հասցրել ոչ մի բան չեմ արել ինչ եմ անում քացախն եմ հա ավելացնում մի լավ գտալ մի հատ խառնենք ընդհանուր Օխայ, այս ինչ անուշ բույր է, այս ինչ անուշ է բույրում, այնուհետև գիտեք աղցաններում անավանդ օգտագործում եմ ձիթապտղի յուղ, բուսայուղ, վիթա երկու գտալը բավական է տեսնեմ կպակասի կավելացնեմ նավիցենք այսպես լավ տակու երեսանում և մատուցում կսպասեմ հովանամ նախընտրելի է նմանատիպ աղցանը սիրելի հետևորդներ ջան 2-3 ժամ համերը իրարով կան, իմ մոտ 2 ժամ է, 3 է, 4 է, ես երեկոյան կողմ են հյուրերս գալու, այնպես որ ամեն ինչն էլ կհասցնեմ, դա ինչ, սիրելի հետևորդներ ջան, այսքանով ավարտեմ իմ փոքրիկ համեղ աղցանի բաղադրատոմսը, խորհուրդ կտամ պատրաստեք, վայելեք, և գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին։ Ես ձեզ ասում եմ ստեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։